իրականացմանը։ Պարոն Ավինյան, ճիշտ եմ հասկանում, որ խոսքը Նորագյուղ բոլորիս հայտնի Նորագյուղ թաղամասի տարածքում, այսինքն բնակիչներից գնելը տարածքները եւ այդտեղ ներդրումային ծրագիր, այսինքն թաղամաս կառուցելու մասին է, որը downtown ենք անվանում կամ պայմանական անուն է, սա թե հենց տենց է կոչվում է նախագիծը։ Իրականում սա նախնական անունն է, պարոն վարչապետ, եւ իրականում դեռևս չենք քննարկել թաղամասի անվանումը։ Downtown տերմինը ընդհանուր առմամբ օգտագործում է բոլոր խոշոր մայրաքաղաքներում այն հատվածի համար, որտեղ որ էս նորարարական նոր բարձրահարկ երկնաքերերով թաղամասերն են եւ դրանք հիմնականում կոչվում են կամ downtown կամ city կամ այսինքն այստեղ ընդհանուր երկնաքեր կարալ։ Այո, այստեղ ենթադրվում է։ Քանի հարկանի նկատի ունի։ Վարչապետ, մինչև 70 հարկանի երկնաքեր։ Հիմա Երևանում ամենաբարձր շենքը ինչքան է, ով գիտեք դուք։ Ունենք նախագծեր, Չէ, կառուցված, որ արդեն կանգնած են այդ շենքը։ մենք Երևանում ունենք արդեն նույնիսկ նախագծեր, որոնք որ մոտ 50 հարկանի են։ Այսինքն հիմա մեր սեյսմիկ պայմաններ եւ այլն այդ ամեն նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս այդ բոլոր խնդիրները լուծել։ Վարչապետ, դրանք տենց ինժեներական աշխատանքներ են եւ հաշվի առնելով գրունտը, հաշվի առնելով այն սեյսմիկ իրավիճակը, որ մեր տարածաշրջանը ունի, դրանք լուծելի են։ Այսինքն եթե դրանք լուծելի են Ճապոնիայի նման երկրներում, մեզ մոտ նույնպես լուծելի են։ Շատ լավ։ Մեր քննարկումների ժամանակ ճիշտն ասած, չգիտեմ ինչքանով է պատեհ խոստովանել դա, բայց այս Նորագյուղ թաղամասի մասին ահագին բան իմացա, նախ այնտեղի դուք նշեցիք ձեր խոսքում, որ ընդհանուր ես չգիտեմ ամբողջական կամ մասամբ կոյուղի չկա եւ այլն տենց բաներ, մայրաքաղաքում էլի դա եւ այդտեղ նաեւ մենք քննարկել ենք, որ այնուամենայնիվ այդտեղ մեխանիզմները դրել ենք, որ բնակիչների բաները, շահերը եւ հետաքրքրությունները հնարավորինս պաշտպանվեն, չնայած մեր օրենսդրությունը, որ մենք վերջին ընդունեցինք արդեն, ընդունվեց ազգային ժողովում, առաջին ընթերցմամբ ընդունվել է, մենք այնտեղ ինչ խնդիր ենք լուծել, մենք այնտեղ խնդիր ենք լուծել, որ շուկայական արժեք պլյուս ինչ որ մի բան մարդիկ ստանան, բայց մյուս կողմից էլ տենց դեպքեր չլինեն, որ ենթադրենք 2-3 դեպքով տարաձայնությունների համար տասնյակ միլիարդավոր դրամների ծրագրերը կանգնում են եւ շղթայական նեգատիվ պրոցեսներ են առաջանում եւ սա շատ կարեւոր է եւ